հրաժարվում է տարածքներ տրամադրել իմանալով, որ խոսքը ուժեղայական դաշինքներ վերաբերում, կսնություն սրան արձագանքեք եւ ընդհանուր ընտրական իրավունքի հետ կապված, օրինակ քաղաք ծառայողները ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները, եթե նրանց ենթադրաբար կստիպեն քարոզարշավի կամ հավաքների մասնակցել, որովհետև այսօր թերթերը գրել էին, որ քաղաքացիական պայմանագիրը հունիսի 5-ին մտադիր է մոբիլիզացնել ողջ վարչական ռեսուրսը։ Այս ամենի ֆոնից ամենաշատը այս պահին ո՞րն է խաթարում ընտրողների իրավունքը, ապատեղեկատվություն, ճնշումներ եւ այլն, եւ արդյոք դուք ընտրական օրենսգրքում առաջնահերթ փոփոխություններ անելու անհրաժեշտություն տեսնում եք այս ամեն ինչը բացառելու համար, որպես ոչ միայն քաղաքացիների, այլ մյուս քաղաքացիների։ Բարի, շնորհակալ եմ։ Տեսեք, նախ ուզում եմ ընդգծել, որ ընտրախախտումները պատական չնշեցի, որ լինում են մինչ ընտրական, մինչև ընտրության օրը եւ ընտրության օրը, եւ լինում են բովանդակային ու տեխնիկական։ Այս խախտումների քանակը ու որակը արդեն գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։ Այս խախտումների ծավալը կարող է ընդհանուր առմամբ դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում։ Իսկ այդ ծավալը արդեն իսկ ակնհայտորեն բարձ է, որ շատ է, այսինքն իշխանության, գործող իշխանության, որը մասնակցում է քարոզչությանը, գործելավոճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել եւ իրանց կողմից թույլ տվող խախտումների տեսակները, ծավալները գալիս են վկայակոչելու միայն այդ մասին, այսինքն այս մարդիկ առանց վարչական ռեսուրսի արդեն ունեն գիտակցում, որ իրենք չեն վերարտադրվելու։ Քաղաքացիները չունեն համակրանք այս քաղաքական ուժի նկատմամբ, ինչը նաեւ բնականon է, որովհետեւ 2 ժամկետ ընտրվել են ու այստեղ շատ սյուր իրավիճակ է, հա, այն վառ ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյան վարչապետի դեմքով ով վառ պատգամավոր էր ու այդ 3-րդ ժամկետի գնալու քննադատության հիմքով եկավ իշխանության, հիմա գնում է 3-րդ ժամկետի ու գնում է 3-րդ ժամկետի 2 անգամ գրեթե տոտալ, հա, տապալելով քաղաքացիներին տրված իր խոստումները։ Իսկ դա իմ գնահատականը չէ, այս պայդրությամբ մենք ունեն 21-ից 26 թվականների գործող կառավարության ծրագիրը, որը իրավական ակտ է, փաստաթուղթ է, եւ այդ կառավարություն ծրագիրը գրեթե տոտալ տապալված է, չկատարված է։ Հիմա բովանդակային, բնականաբար մեր քաղաքական ուժի նկատմամբ կարծում եմ որևէ մեկի համար թաքցնելու երևույթ չէ, որ մաքսիմալ ճնշումներ են իրականացվում, բայց ես իրապես կներեք, ես իրապես հիացած եմ եւ հնարավորություն ունեմ հանրային կերպով երախտիկս հայտնելու մեր հայրենակիցներին ու հատկապես մեր աջակիցներին, որովհետեւ չնայած այս ծավալի միջամտություններից, ճնշումներից, հա, վարչական ռեսուրս ու իրավապահ մարմինների ռեսուրսների շահարկումից քաղաքացիները մեկին բերման են ենթարկում, ավելի մարտական 10-ով հետ են վերադառնում ու այն փաստի արձանագրումը, որ մեր քաղաքական ուժի նկատմամբ այս կարճ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր քաղաքացիների հոսք կա, դա արդեն իսկ բացառիկության մասին է խոսում, ասեմ անգամ միջազգային գործընկերների հետ երբ շփվում ենք, միջազգային գործընկերները այս փաստերը տեսնելով, հա, աջակիցների քանակը տեսնելով, ապշում են, որովհետև դա համաշխարհային պրակտիկա է գրեթե նորույթ, որ նորածին կուսակցությունը կարող է այսքան թիմակից, աջակից ու համակիր ունենալ ու բնականաբար այո տարածքների հետ կապված տարաբնույթ ճնշումներ են եղել, հա, սեփականատերերի նկատմամբ, հենց մեզ հետ համագործակցության տեսանկյունից, բայց ինչպես տեսնում եք, դա գործընթացին չի կարողացել վնասել կամ արկախել, որովհետև մարդիկ վճռական են, մեծամասամբ էլ մարդիկ արդեն հոգնել են այս վիճակից, փոփոխություն են ուզում եւ ինչպես ինձ գյուղերից մեկում մի պապիկ մոտեցավ, ասեց, գիտեք, սրանք էլ նախկին դարձան, գոնե չէին միջամտում մեր ընտրական իրավունքի նկատմամբ, հիմա գալիս ճնշում են, վախացնում են ու դրա պատճառով իրանք էլ չեն վերընտրվելու, հիմա այո, այդ պապիկի խոսքերի մեջ մեր համընդհանուր իրականության ներկայացումներ, այնպես որ ես համոզմունք ունեմ, կրկին փաստերով առաջնորդվելով, որ առանց իրավախախտումների եւ այսպիսի չարաշահումների այս ուժը վերարտադրվելու հնարավորություն չունի, հետեւաբար մեր առաջնային նպատակն է այդ իրավախախտումները մաքսիմալ կանխարգելել։